Այս պահին զրուցելու ենք պատգամավոր Մհեր Մելքոնյանի հետ։ Պարոն Մելքոնյան, վաղուց եք արդեն Մայրաթորի տարածքում, փորձել եք խոսել հոգևորականների հետ, ինչ տրամադրություն է այստեղ։ Չէ, վաղուց չեմ այստեղ, մի քիչ առաջ եմ եկել, մի կես ժամ 20 րոպե առաջ։ Հոգևորականների հետ չեմ խոսել, եկեղեցի այցելեցի, աղոթք կարեցի, այդ պատմում եմ նայեմ ովքեր են հավաքվել եւ ինչի համար են հավաքվել, էլի։ Եվ ինչ եք հասցրել, հասկանալ այս հավաքվածներից։ Դե ինչպես տեսնում եք, ոստիկանական շատ մեծ ուժեր են կենտրոնացրել, թե եկեղեցու հայատում, թե դրսում, մարդիկ էլ այս պահին չի հասկացվում ինչի համար են հավաքվել, բայց մեծ մասը այցելում են եկեղեցի, նստում են, աղոթում են, մոմ են վառում, հուսամ այսօր ամեն ինչ նորմալ կանցնի եւ Այս 10 այսպես կոչված եպիսկոպոսները այնքան խոհեմություն կունենան, որ ծայրահեղ քայլերի հանգարց չփորձեն գնալ։ Մենք հարցում անցկացրեցինք մինչև այստեղ գալը, քաղաքացիների մեծ մասն ասաց, որ աջակցում է եկեղեցուն եւ այստեղ են լինելու։ Դուք ինչ եք կարծում, բախումներ այսօր կլինեն եպիսկոպոսների հրավիրվածների եւ մյուսների միջև, այսինքն կաթողիկոսին աջակցողների։ Չէ, չեմ կարծում, որ բախումներ լինեն, իսկ աջակցողները բնականաբար ավելի շատ են հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ վեհապարին աջակցողները, քան այս հապազգային կուրսը բռնած իշխանություններին եւ մեր եկեղեցական կանոնների չեղված հոգեվորականներին։ Պարոն Մելքոնյան, ինչ եք կարծում, այսօրվա հավաքը հիմնական գործողություններն է նախատեսում իրականացնել այսպես կոչված վեհապարին հեռացնելու, թե նախնական ինչ-որ գործողություններ են իրավիճակները հասկանալու համար։ Գիտեք, Հայաստանի Հանրապետության այսպես ասած վարչապետ կոչեցյալը այնքան անկանխատեսելի մարդ է, որ ոչ ոք չգիտի ինչ է կատարում նրա գլխին։ Թե այսօր է վերջնական քայլ որոշ է կատարել, թե մի քանի օրից այդ ոչ մեկ չգիտի, կարծում եմ իր թիմակիցներն էլ նույնիսկ այդ 10 եպիսկոպոսներն էլ տեղյակ չեն ինչ է որոշել ի վերջո կյանքի կոչել։ Անհանգստություն նկատել եք Մայրաթորի տարածքում։ Ոչ, անհանգստություն չեմ նկատել, ժողովուրդը շատ հանգիստ, թե հոգևորականներն են հանգիստ, թե ժողովուրդը։ Վստահ եմ ամեն ինչ նորմալ է լինելու։ Շնորհակալություն շատ։